Հայաստանի նկարիչների միության ընդունելությունների սրահը կրկին մարդաշատ է, ազդարարվում է Էստամպ գեղարվեստական տպագրության ամենամյա ցուցահանդեսի մեկնարկը, ներկայացված են ինչպես փորձառու նկարիչների, այնպես էլ սկսնակների, ուսանողների աշխատանքներ։ Շատ ուրախալի է, որ կա մեծ ոգևորվածություն եւ նաեւ մեծ պահանջարկ այս ցուցահանդեսին մասնակցելու համար եւ պետք է ասեմ, որ այն ուրեմն դիմորդները, ովքեր չեն հանդիսանում Հայաստանի նկարիչների միության անդամ, նրանց աշխատանքները ընտրվել են ժյուրիի կողմից։ Հայտերը շատ էին, ընտրվել է մոտավորապես 60 ստեղծագործող եւ նրանց աշխատանքները այսօր ցուցադրվում են։ Ուսանողները գրեթե 1 տարի պատրաստվել են Էստամպ 2026-ին ներկայանալու համար։ Ամեն մեկից մոտավորապես 200 հատ տարբեր օրինակներ կան եւ ընտրել եմ բոլորից այս 3-ը, որովհետեւ ամենահոգեrazատը ամենալավը ենթ է ստացվել ու որոշեցի ներկայացնել սրանք։ Հիմնականում մարդիկ պատկերացնում են, որ գրաֆիկան կապված է միայն գրքի հետ եւ միայն գրքային տպագրության հետ, բայց դա իրականում այդպես չէ, որովհետեւ գրաֆիկան մեզ հնարավորություն է տալիս ստեղծագործել ու հենց այդ ստեղծագործելու համար էլ, որովհետեւ տեխնիկաները բազմազան են։ Ցուցահանդեսին ներկա է նաև կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը Դանիել Դանիելյանի խոսքով Էստամպը հրաշալի հնարավորություն է երիտասարդ նկարիչների համար ճանապարհ հարթելու, փորձ ձեռք բերելու, հետագայում արվեստասերին ավելի բազմաժանր ու արհեստավարժ գործերով ներկայանալու համար։ Երբ տեսնում ենք մեր այսօրվա երիտասարդությանը, այս հրաշալի երիտասարդներին, հրաշալի ուրեմն դեմքերով, հրաշալի իրենց ստեղծագործություններով ապագայի նկատմամբ վստահությունը մեր մեծանում է եւ վստահ եմ, որ մեր երկրի մշակութային կյանքը լավ, գունեղ եւ դինամիկ է լինելու։ Եվ անակնկալ ցուցահանդեսի մասնակիցների համար Էստամպը կդասվի վարկանիշային ցուցադրությունների շարքին։ Սա նշանակում է, որ բոլոր հեղինակները կստանան մեկական միավոր, ինչն էլ հետագայում կօգնի դառնալ Հայաստանի նկարիչների միության անդամ։ +1 միավոր է հաշվում, որովհետև միշտ ոնց որ փորձում ենք եւ նկարիչների միությանը մասնակցել, վարկանիշային ցուցահանդեսին մասնակցել եւ Էստամպին ու հիմա ոնց որ կրկնակի հնարավորություններ են ստեղծվում ու նաեւ շատ ուրախ եմ, որ Էստամպը համարվում արդեն դարձել է այնքան տարածված ցուցահանդես, այնքան պահանջված ցուցահանդես, որ արդեն կարող ենք վարկանիշային նաեւ համարել։ Կազմակերպիչները ուրախ են, որ գրաֆիկական ցուցադրությունների նկատմամբ հետաքրքրություն կա նաև արտերկրից։ Յուրա Վահանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։